Բարև ձեզ։ Պատկերացրեք մի ճարտարապետի, որը հենց նոր, ասենք մի անձեռոցիկի վրա գծել է իր հաջորդ գլուխգործոցի առաջին էսքիզը։ Կամ մի լուսանկարչի, որը օրինակ գտել է իր պապի հին արդեն գունաթափ լուսանկարների տուփը։ Հենց այդպես։ Երկու դեպքում էլ նույն հարցն է, չէ՞ ծագում։ Ինչպես այդ ֆիզիկական շոշափելի գաղափարը կամ հիշողությունը տեղափոխել թվային աշխարհ։ Առանց կորցնելու դրա էությունը եւ հետո գուցե այն նորից վերադարձնել ֆիզիկական աշխարհ, բայց արդեն բոլորովին նոր մասշտաբով։ Դուք ըստ էության նկարագրեցիք ժամանակակից ստեղծագործական պրոցեսի մի ամբողջ ցիկլ։ Այո, ու այդ ցիկլի սկզբում ու վերջում կանգնած են երկու սարքեր, որոնք թեև սովորական են թվում, բայց իրականում գրեթե քախորդական թարգմանություն են անում։ Անալոգային ու թվային աշխարհների միջև։ Հենց այդպես։ Եվ այսօր մենք հենց այդ թարգմանիչների մասին ենք խոսելու։ Կհետևենք մի գաղափարի ճանապարհորդությանը, սկսած նրա ֆիզիկական ծնունդից, որը թվայնացվում է սկաների միջոցով։ Ինչև նրա վերածնունդը որպես լայնաֆորմատ գծագիր, պլոթերի շնորհիվ։ Եվ կփորձենք բացահայտել, թե ինչ տեխնոլոգիաներ են թաքնված այդ գործընթացների հետևում։ Եվ ամենատարևորը, կարծում եմ, կփորձենք հասկանալ, թե իրականում ինչն է որոշում այդ սարքերի որակը, որովհետև խոսքը միայն կետերի քանակի մասին չէ։ Լավ, այդ դեպքում եկեք խորանանք առաջին փուլի մեջ ֆիզիկական իրականության գրավումը։ Սկսենք։ Լավ, եկեք սկսենք սկաներից։ Դե բոլորս գիտենք, որ այն փաստաթղթի թվային պատճենն է ստանում, բայց ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպես է այն լույսը վերածում տվյալների։ Այսինքն, ինչ է տեղի ունենում այն պահին, երբ լուսավոր գիծը սահում է թղթի վրայով։ Դե տեսեք, այդ լուսավոր գծի հետևում թաքնված է սարքի աչքը, այսպես կոչված CCD սենսորը։ CCD սենսոր։ Այո, լիցքային կապով սարքերի շարք։ Սա ըստ էության լույսի նկատմամբ գերզգայուն միկրոչիպերի մի շարան է, եւ այստեղ է ամենահետաքրքիր փաստը։ Լսում եմ։ Սա նույն տեխնոլոգիան է, որն օգտագործվել է օրինակ Hubble տիեզերական աստղադիտակի վրա։ Սպասեք, լուրջ եք ասում։ Այո, հեռավոր գալակտիկաների լույսը գրանցելու համար։ Այսինքն, երբ դուք սկանավորում եք, ասենք, ձեր կոմունալ վճարումների անդորրագրիրը, դուք օգտագործում եք տիեզերական տեխնոլոգիայի մի տարբերակ։ Այսինքն, իմ գրասենյակային սարքի մեջ աստղադիտակի մի կտոր կա, սա արդեն ամեն ինչ փոխում է։ Դե տեխնոլոգիապես, այո։ Ուրեմն այդ սենսորը ոչ թե պարզապես տեսնում է պատկերը, այլ ավելին։ Իսկ ինչ է անում։ Այն քանակականացնում է այն։ Երբ սկաների լամպը լուսավորում է փաստաթուղթը, պատկերի յուրաքանչյուր կետից անդրադարձած լույսը հայելիների ու ոսպնյակի միջոցով ուղղվում է դեպի այդ CCD սենսորը։ Հասկանալի է։ Սենսորի յուրաքանչյուր փոքրիկ բջիջ չափում է իր վրա ընկած լույսի ինտենսիվությունն ու գույնը՝ կարմիր, կանաչ, կապույտ, ու դրանք վերածում էլեկտրական լիցքի։ Որքան պայծառ է լույսը, այնքան ուժեղ է լիցքը, երևի։ Հենց այդպես։ Հետո այդ լիցքը վերածվում է թվային արժեքի, զրոների եւ մեկերի։ Ահա թե որտեղից է գալիս այդ մանրակրկիտությունը։ Ես կարդացել եմ, որ սկաները դիտում է պատկերը 0.050 մմ տրամագծով կետերով։ Դա մարդու մազից բարակ է։ Այո, այն փաստացի միկրոսկոպիկ վերլուծություն է անում պատկերի վրա։ Եվ այստեղ մենք հասնում ենք մի կարևոր կետի, որը հաճախ սխալ են հասկանում՝ որակի չափանիշներին։ Թույլատրելի ունակությանը, DPI-ին։ Այո, բոլորը խոսում են DPI-ի մասին, այսինքն 1 դյումում կետերի քանակի, եւ դա կարևոր է իհարկե։ 600 DPI-ին լավ է փաստաթղթերի համար, 1200-ը կամ 2400-ը լուսանկարների։ Բայց դուք ակնարկեցիք, որ ավելի կարևոր բան կա։ Այո, պրոֆեսիոնալների համար կա շատ ավելի կարևոր պարամետր։ Եվ դա ո՞րն է։ Եթե ոչ կետերի խտությունը, ապա ինչ է։ Գույնի խորությունը կամ բիթային խորությունը։ Բիթային խորությունը։ Տեսեք, ստանդարտ սկաները աշխատում է 24 բիթանոց գույնով։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հիմնական գույնի համար, այսինքն կարմիր, կանաչ, կապմիտ, այն օգտագործում է 8 բիտ տեղեկատվություն։ Ինչը թույլ է տալիս ստանալ մոտ 16 միլիոն գունային երանգ։ Դա շատ է թվում։ Այո, բայց այստեղ է նրբությունը։ Պրոֆեսիոնալ լուսանկարչական սկաներները աշխատում են 48 բիթանոց գույնով։ Այսինքն կրկնակի։ Շատ ավելին։ Դա 16 բիթ է յուրաքանչյուր գույնային ալիքի համար։ Սա մեզ տալիս է ոչ թե 16 միլիոն, այլ 281 տրիլիոն գույնային երանգ։ 281 տրիլիոն, դա անհավանական թև է։ Բայց ինչու է դա պետք, եթե մեր աչքը միևնույնը չի տեսնում այդքան տարբերություն։ Շատ լավ հարց է։ Դուք չեք տեսնում տարբերությունը սկզբնական պատկերում, բայց այդ հավելյալ տվյալները կյանքի ու մահվան հարց են դառնում, երբ սկսում եք խմբագրել պատկերը։ Ահա թե ինչ։
Երբ դուք փորձում եք, ասենք, բացացնել շատ մութ ստվերները կամ ուղղել գույնային բալանսը հին դեղնած լուսանկարի վրա, 24 բիթանոց ֆայլը պարզապես կքանդվի։ Դուք կտեսնեք տգեղ գունային շերտեր ու կորուստներ։ Ճիշտ այդպես։ Իսկ 48 բիթանոց ֆայլի մեջ այնքան շատ թաքնված գունային տեղեկատվություն կա, որ դուք կարող եք կատարել խորը փոփոխություններ առանց որակը կորցնելու։ Ահա թե ինչու արխիվացման համար բիթային խորությունը շատ ավելի կարևոր է, քան պարզապես բարձր DPI-ը։ Սա արդեն իսկապես խորքային պատկերացում է։ Այսպիսով, մեր ճարտարապետի էսկիզը կամ լուսանկարչի հին լուսանկարը գեր ճշգրտությամբ ներծծվել է համակարգչի մեջ։ Գաղափարը վերածվել է մաքուր տվյալների։ Բայց տվյալներն անօգուտ են, եթե պարզապես մնում են կոշտ սկավառակի վրա։ Ինչ անել, եթե հիմա պետք է այդ թվային ստեղծագործությունը վերադարձնել մեր աշխարհ, բայց ավելի մեծ, ավելի ճշգրիտ։ Դե այստեղ մենք շրջում ենք մեր պատմության էջը եւ անցնում հակառակ գործընթացին։ Եթե սկաները մեր աչքն էր, որը կարդում էր աշխարհը, ապա հիմա մեզ պետք է ձեռք։ Որը կգծի այդ աշխարհը նորից։ Հենց այդպես։ Եվ այդ ձեռքը փլոթերն է կամ կորյակառուցիչը։ Երբ ասում եք պլոտեր, ես միանգամից պատկերացնում եմ ճարտարագիտական գրասենյակներում այն հսկայական սարքերը, որոնցից դանդաղ դուրս են գալիս շենքերի նախագծեր։ Բայց այն պարզապես մեծ տպիչ է, թե ոչ։ Ոչ, եւ սա սկզբունքային տարբերություն է։ Ձեր սովորական շիթային տպիչը անկախ չափից աշխատում է ռաստրային սկզբունքով։ Այսինքն, Այն պատկերը կառուցում է միլիոնավոր առանձին կետերից, ինչպես պուանտիլիստ նկարիչը։ հա, հասկանալի է։ Պլոտերը, մյուս կողմից, աշխատում է վեկտորային սկզբունքով։ Այն նման է գեղագիր վարպետի։ Համակարգիչը նրան ասում է գծիր ուղիղ գիծ A կետից B կետ, եւ պլոտերն իր բրդացայրով գծում է 1 անընդհատ մաթեմատիկորեն կատարյալ գիծ։ Այսինքն մեկը կետերով է նկարում, մյուսը գծերով։ Իսկ դա ինչ առավելություն է տալիս։ Հսկայական, երբ դուք փորձեք մեծացնել տպիչով տպված պատկերը, որոշակի կետից հետո կսկսեք տեսնել առանձին կետերը, Եզրերը կդառնան ատամնավոր, կփիքսելացվի։ ճիշտ եք, իսկ պլոտերի գծած գիծը մաթեմատիկական բանաձև է։ Դուք կարող եք այն մեծացնել անսահման, եւ այն միշտ կմնա նույնքան հարթ ու սուր։ Ահա թե ինչու է այն անփոխարինելի ինժեներական գծագրերի համար, որտեղ ճշգրտությունը քրիտիկական է։ Այո, անգլերեն plot բառը հենց նշանակում է գծագիր կազմել, գծանշել։ Լավ, հասկանալի է։ Բայց ֆիզիկապես ինչպես է դա անում այդքան մեծ մակերեսի վրա։ Կան կարծեմ տարբեր տեսակներ։ Այո, երկու հիմնական մեխանիզմ կա։ Առաջինը անվիկային պլոտերներն են։ Պատկերացրեք թղթի մեծ գլանափաթ հետ։ Սարքը պտտեցնում է թուղթը առաջ հետ, այսինքն Y առանցքով, իսկ գրչաձայրով կարգը շարժվում է ձավ աջ X առանցքով։ Եվ այդ երկու շարժումների համադրությունը թույլ է տալիս գծել ցանկացած բարդության կոր։ Հենց այդպես։ Քանգարեք, այսինքն թուղթը շարժվում է մի ուղղությամբ, գրիչը մյուս, իսկ ինչպես է ստացվում օրինակ կատարյալ շրջանագիծ։ Այդ երկու շարժումների համաժամանակեցումը պետք է աներևակայելի ճշգրիտ լինի։ Բոք բացարձակապես ճիշտ եք։ Հենց այդ համաժամանակեցման ճշգրտությունն է որոշում պլոտերի որակը եւ գինը։ Եվ երևի այդ պոտենցիալ անճշտության պատճառով էլ կա երկրորդ տեսակը։ Այո, պլանշետային պլոտերները։ Այստեղ թուղթն անշարժամրացված է հարթ մակերեսի վրա, իսկ գրչաձայրը ռոբոտի ձեռքի նման շարժվում է 2 X եւ Y առանցքներով։ Սրանք ենթադրում եմ ավելի ճշգրիտ են, բայց եւ ավելի մեծ տեղ են զբաղեցնում։ Այո, շատ ավելի ճշգրիտ են, բայց բնականաբար սահմանափակված են պլանշետի չափերով։ Հետաքրքիր է, մենք խոսում ենք պլոտերների մասին, պատկերացնելով դրանք որպես ինժեներիական գործիքներ, բայց այս տեխնոլոգիան կարծես թե շատ ավելի լայն կիրառություն ունի։ Անշուշտ, այնինչ մենք նկարագրում ենք դասական գրչաձայրով պլոտերն է, բայց ժամանակակից պլոտերները կարող են օգտագործել շիտային տպագրության գլխիկներ, գունավոր պաստառներ տպելու համար։ Կամ նույնիսկ դանակի սայր։ Այո, օրինակ հագուստի արտադրության մեջ հսկայական պլոտերները կտորի վրա գծում եւ միանգամից կտրում են հագուստի ձևանմուշները։ Այսինքն գովազդային վահանակների համար վինիլային տարրեր կտրող սարքերը։ Դրանք նույնպես պլոտերներ են։ Նույնիսկ հանրահայտ քրիկետ կամ սիլուետ սարքերը, որոնք մարդիկ օգտագործում են տանը, ըստ էության մանրածավալ սեղանի պլոտերներ են։ Այսպիսով, եթե ամփոփենք, մենք հետևեցինք մի ամբողջ ճանապարհի։ Մի կողմից ունենք սկաները,
Մի սարք, որը տիեզերական ճշգրտությամբ կարդում է ֆիզիկական աշխարհը, Եվ այն վերածում աներևակայելի հարուստ թվային տվյալների, հաշվի առնելով ոչ միայն կետերի քանակը, այլև գույնի տրիլիոնավոր երանգները։ մյուս կողմից պլոտերը, որը վերցնում է այդ թվային հրահանգները եւ վարպետ գեղագրի պես դրանք վերարտադրում է ֆիզիկական աշխարհում։ Լինի դա թանակով գիծ, թե դանակի կտրվածք։ Նրանք երկուսն էլ ըստ էության կամուրջներ են։ Մարդու ստեղծագործական մտքի, անալոգային աշխարհի եւ համակարգչի հաշվողական հզորության թվային աշխարհի միջև։ Հիանալի ձևակերպում է։ Նրանք երկու տարբեր լեզուների անալոգային գծերի եւ թվային կոդի միջև թարգմանիչներ են։ Եվ այդ թարգմանության որակն է, որ թույլ է տալիս ճարտարապետի անձեռոցիկի վրայի էսկիզին վերածվել երկնաքերի։ Իսկ հին լուսանկարին վերականգնվել ու նոր կյանք ստանալ։ Եվ որպես վերջաբան, մի հարց ձեզ՝ մտորելու համար։ Այսօր, երբ գրաֆիկական պլանշետները եւ արհեստական բանականությունը թույլ են տալիս ստեղծագործել հենց սկզբից թվային միջավայրում, արդյոք սկաների դերը կսկսի նվազել։ Հետաքրքիր հարցադրում է։ Մի օր կգա ժամանակ, երբ ֆիզիկական աշխարհից թվային աշխարհ անցնելու անհրաժեշտությունն այլևս չի լինի, եւ սկաները կդառնա տեխնոլոգիական մասունք։ Թե միշտ էլ կմնա այն անբացատրելի մոգությունը, որը ծնվում է մատիտի ու թղթի հպումից, եւ միշտ էլ կարիք կլինի այդ մոգությունը թվային աշխարհ տեղափոխող կամրջի։